Հայաստան ամիսներ շարունակ են ֆինանսական խաբեություններին զոհ դարձած այս քաղաքացիները ակցիաներ անում, մեղադրում ֆինանսական կազմակերպություններին անվտանգային վատ համակարգ ունենալու համար։ Վերջին շրջանում զեղծարարները շատ արագ են հասնում քաղաքացիների փողերին։ Ով է ի վերջո մեղավոր, քաղաքացին ու իր կայացրած որոշումը, թե բանկը կամ ֆինանսական կազմակերպությունը։ Նախ սկզբում պետք է հասկանալ, թե ինչպես է սպառողը կայացնում այդ որոշումը։ Առհասարակ, որոշումներ կայացնելիս մենք օգտագործում ենք մեր ուղեղում առկա երկու տեսակի համակարգ։ Համակարգ 1-ը եւ համակարգ 2-ը։ Համակարգ 1-ը ավելի արագ է, ինտուիտիվ, ալարկոտ, հուզական եւ սխալական, մինչդեռ համակարգ 2-ը ավելի դանդաղ է, ռացիոնալ եւ տրամաբանական։ Մեր որոշումների 90%-ից ավելի պատասխանատուն հենց արագ եւ սխալական համակարգ 1-ն է։ Ու հենց այդ համակարգ 1-ն էլ թիրախավորելով հանցագործները հասնում են հաջողության։ Օրինակ, նրանք հրատապության զգացում են ստեղծում ու ստիպում զոհին հավատալ, որ եթե անհապաղ չգործի, հետևանքները շատ դառը կլինեն։ Զեղծարանները կարող են նաև թիրախավորել սպառողների էմոցիաներն ու ալտրուիստական զգացումները։ Օրինակ, նրանք կարող են էմոցիոնալ կապ հաստատել սոցիալական հարթակներով եւ գումար շորթել բանկային փոխանցման միջոցով։ Քանիսդ եք ձեր բարեկամների անունից բացված կեղծ էջերից նամակ ստացել նրանց անհապաղ ֆինանսական փորձանքից փրկելու խնդրանքով։ Իսկ քանիսդ եք փոխանցել։ Օրինակները բազմազան են։ Անցնենք լուծումներին։ Իսկ լուծումների համար ըստ վարքաբանական գիտությունների պրոֆեսորի միլիոնավոր դոլարներ պետք չեն։ Միջազգային բանկերի վարքաբանության փորձն է մատնանշում, որտեղ օրինակ շատ արդյունավետ օգտագործում են խոչընդոտների գաղափարը։ Սպառողները փոքրիկ խոչընդոտների պատճառով դժվարությամբ են գումար փոխանցում, անձնական տվյալներ տրամադրում։ Սա սպառողին ստիպում է սխալական հուզական վիճակից դուրս գալ ու ի վերջո գործարքն իրականացնել ավելի ռացիոնալ եւ տրամաբանական դատողությամբ։ Օրինակ, Նատվեստ բրիտանական բանկով հնարավոր չէ նոր շահառուին փոխանցում իրականացնել անխոչընդոտ ու հաշված րոպեների ընթացքում, ինչպես դա հնարավոր է հայկական շատ բանկերում։ Նոր շահառուի տվյալները լրացնելուց հետո հայտնվում է զգուշացում զեղծարարության մասին եւ հարցնում փոխանցման նպատակ։ Ենթադրենք նշեցի ընտանիք եւ ընկերներ։ Հայտնվում է երկրորդ էկրան, որը ինձ ստիպում է մտածել, թե որքան լավ եմ ճանաչում շահառուին եւ զգուշացնում, որ ինձ կարող են խաբել սոցիալական հարթակների միջոցով։ Այնուամենայնիվ, եթե նախընտրում եմ փոխանցել գումարը, բանկը դա կարող է դասակարգել որպես զեղծարարություն եւ սառեցնել փոխանցումը 24 ժամով։ Փոխանցումս կարող են վերահաստատել SMS-ի միջոցով։ Ըստ Արմենա Կանտինյանի, կեղծ զանգերից նույնպես պաշտպանվել հնարավոր է։ Օրինակ, Thames Water-ում, որտեղ նա նաև վարքաբանական բաժնի ղեկավարն է, սպառողը իր օնլայն հարթակում ցանկության դեպքում սահմանում է գաղտնաբար։ Աշխատակցի առջև տանդուրը բացվում է միմիայն գաղտնաբառի ճիշտ արտաբերման դեպքում։ Նման համակարգ կարող են նաև հայկական բանկերը ներդնել։ Այսինքն, բանկի աշխատակիցը քաղաքացուն զանգահարելիս պետք է արտաբերի նրա գաղտնաբառը։ Սա հավելյալ ապահովություն է տալիս։ Սա բարդեցնում է հաճախորդի կյանքը։ Պետք է սահմանել գաղտնաբառ, հիշել այն, սակայն տալիս է հավելյալ ապահովություն։ Դժվար չէ կռահել, որ եթե ձեզ զանգահարում են ձեր իսկ բանկից ու չեն կարողանում արտաբերել ձեր սահմանած գաղտնաբառը, նշանակում է ձեզ փորձում են խաբել։ Արագ, անվրեպ ու կատարյալ աշխատող ֆինանսական խաբեբաների դեմ էլ պետք է պայքարել նույն ձևով։ Վարքաբանական գիտությունների պրոֆեսորի խոսքով հայկական բանկերը եւս պետք է վարքաբանական թիմեր ունենան սպառողների որոշումները բարելավելու ու նաեւ նման զեղծարարություններից հետ պահելու համար։